Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի անկախ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանին։ Բարև ձեզ, պարոն Աղաբեկյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Աղաբեկյան, երեք հայտնի դարձավ, որ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ընդ որում լայն կոնսենսուսով 30 պատգամավոր կողմ է քվեարկել այս նախագծին։ Ընդհանուր առմամբ ինչի մասին են այս փոփոխությունները, խոսքը միայն մայիսի 21-ից հետո նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների շարունակության մասին է, թե այս կարգավորումները նաեւ այլ հարցերի են վերաբերվում։ Շնորհակալություն հրավերի համար։ Իրական ինֆորմացիա տեղեկատվական դաշտում սխալ է գնացել։ Ամենևին էլ երեկվա քննարկումը նախագահի եւ ազգային ժողովի լիազորությունները շարունակելու մասին չէր, այլ պետական ինստիտուտների գոյության շարունակականություն ապահովելու մասին։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ազգային ժողովը պետք է նախագահ ընտրի, ցավոք սրտի, կոնկրետ իմ դիրքորոշումը ես այդ մասին նաև հրապարակային խոսել եմ։ Օնլայն տարբերակով քվեարկություն։ Այո, ես օնլայն տարբերակով քվեարկություն եմ առաջարկել։ Հիմա էլ այդ մոտեցման կողմնակից եմ։ Գիտեմ ինչու չեն գնում այդ մոտեցմանը, ավելին տեխնիկական լուծումների մասին ես նաև խոսել եմ։ Անկամ եթե մարդիկ անձնագիր են փոխել եւ հաջորդ կոդով անձնագիրն են ստացել, միևնույն է 070 կոդով անձնագրեր մնում է իրենց մոտ եւ առնվազն 070 կոդով այդպիսի հնարավորությամբ հանգիստ կարելի է տեխնիկական լուծումներ տալ եւ քվեարկություն կազմակերպել, որպեսզի եւ խորհրդարանը եւ նախագահը լիազորություն ունենային, ինքը ապակենտրոն քվեարկություն կլիներ, ավելին այսպես նույնիսկ քաղաքական ճնշումների տեսանկյունից ինքը ավելի պաշտպանված կլիներ եւ հնարավոր էր այդ ամեն ինչը կազմակերպել։ Ես նաեւ ծրագրավորողների հետ եմ խոսել եւ մարդիկ ասել են, որ այո, դա կա, բացի դրանից նախադեպը կա աշխարհի մի շարք երկրներում այդպիսի փորձ կա այնտեղ որտեղ որ մարդիկ հասանելիություն չունեն քվեարկություն անելու օնլայն տարբերակով քվեարկություն իրականացնեն, բայց այդպես հիմնական պատճառը ճանապարհով չգնալու քաղաքական կամքի բացակայությունն է, ինչպես որ անմիջապես տեղահանությունից հետո մի շարք հարցերում եղել է լռություն, եղել են տարբեր տեսակի Հայաստանի իշխանությունների կողմից մեղադրանքների տարափ եւ դրա դիմաց քաղաքական պատասխաններ չեն եղել։ Եվ հարցը եկել է արդեն հասել է անձնական դաշտ, նոր այդ ժամանակ են պատասխաններ եղել։ Հիմա էլ նույն իրավիճակն է, այսինքն սա ինչ որ մի հատ կարճաժամկետ լուծում է, որը եթե այն մյուսը չես անում, այս մեկը ուզես չուզես, եթե ինչքան էլ օրինակ իմ կարգավիճակում ինչքան էլ չես ուզում, այո, օնլայն քվեարկությունը ճիշտ տարբերակ է, բայց հակառակ պարագայում եթե նման օրինակ փոփոխություն տեղի չի ունենում, սա այդպես ավելի իրենց մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև նշանակում է այն ինչ որ լրատվամիջոցները տարածել են, այսինքն ազգային ժողովի կազմն ու նախագահը պետք է շարունակի մնալ նույնը։ Սա գոնե հնարավորություն է տալիս նոր նախագահ ընտրելու, որը 21-ից հետո նոր քվեարկություն անել։ Այո, նոր քվեարկություն իրականացնել եւ ընտրել քաղաքականապես առավել ակտիվ մեկին, ով որ քաղաքական խոսք ունենա, ով որ նպատակային այդպես իր շրջանակներում, որտեղ Մինսկի խմբի համանախագահ շրջանակներում գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներ տերմինը եւ առանց նույնիսկ Հայաստանի Հանրապետության քաղաքական գործոնի մարդիկ կարող են քաղաքական գործունեություն ծավալել, խոսքը արտաքին քաղաքական գործունեության մասին է, հայտարարություններով հանդես գալ, դիմել Մինսկի խմբին վերագործարկման համար եւ այլն։ Սա մի այդպես մեծ հաղորդման հարց է, թե ինչ կարող է անել հանրապետության նախագահը։ Սա ինչ որ միջանկյալ այսպես լուծում է, այո, իրավիճակային լուծում է, որը որ ինչքան էլ սրտով չի, բայց չեղածի փոխարեն ինչ որ մի լուծում է։ Ազգային ժողովի պատգամավորների այդպես լեգիտիմության հարց միանշանակ կա, ավելին կա նաև այն նախագահի հարցը, որ պետք է ընտրվի, մեկ այնքը էլի ազգային ժողովի կողմից ընտրվելու, բայց պետական ինստիտուտների գոյությունը թեկուզ միտեղ դրած, որը այդքան էլ իրենից ինչ որ մի բան չի ներկայացնի, շատ կարևոր է ինչ տեսանկյունից, որ աշխարհաքաղաքական իրավիճակ կարող է փոխվել, խաղաքարտերը կարող են տարբեր ուղղությամբ գնալ եւ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը հավերժ իշխանություն չունի եւ վաղը մյուս օր կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որտեղ նոր եկած իշխանություն ցանկություն ունենա այդ հիմա շատերը ինձ քննադատում են, ասում են ինչի ես ասում խաղաքարտ, բայց քաղաքականության մեջ ամեն ինչ խաղաքարտ է։ Այս խաղաքարտը
ճիշտ տեսանկյունից օգտագործել, այդ պարագայում կլինի ինչ-որ մի մարմին եւ այդ մարմնի վրա հետագայում տրանսֆորմացիա ենթարկելը, եթե ինչ ոչ մի բան չկա, այդ ինչ ոչ մի բանը չես կարող տրանսֆորմացիայի ենթարկես։ Եթե ինչ որ մի բան գոյություն ունենա, փորձես սպասենք հարմար իրավիճակի։ Այո, սպասես տրանսֆորմացիայի ենթարկել, գոնե ինչ որ մի բան լինի։ Իմիջիայլոց ադրբեջանցիները մեզ ուսուցիչ չես առումով, որովհետեւ 94 թվականին իրենք ավելի ծանր իրավիճակում ռազմական գործողություններից հետո ոչ միայն ազգային ժողովի падգամավորի Լեռնային Ղարաբաղից ազգային ժողովի падգամավորի պաշտոնն են թողել Մելի Մեջլիսում, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պաշտոններն են թողել, որովհետև իրենք հասկանում են, որ իրենք հասկացել են եւ փաստացի փորձը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են հասկացել, որ գոյությունն է պետությունները ոչ թե իրավիճակային պետք է մտածեն, այլ երկարաժամկետ ապագային միտված քաղաքականությամբ պիտի մտածեն, որտեղ որ իրենք փաստացի իրենց գործիքները ճիշտ կիրառել են եւ միջազգային հանրությանը կարողացել են լոբինգի, չգիտեմ, դիվանագիտության, ֆինանսական մեծ ներուժի միջոցով ապացուցել եւ համոզել, որ ժողովուրդ, այս մարդիկ օկուպանտ են։ Եվ եթե անկեղծ լինենք, ապա 20 թվականի սեպտեմբերին, երբ որ իրենք պատերազմը սկսել են, փաստացի որևէ մեկը իրենց այդպես առանձնահատուկ դատապարտող ինչ-որ ոչ գործողություններ արել, ոչ հայտարարություններ, անգամ հայտարարությունների մակարդակով Ֆրանսիայից բացի մնացած որևէ երկիր ինչ կոչ են արել, որ երկու կողմերին կոչ են անում պահել զինանյութ։ Դրանում օրվա իշխանությունների մեղքն էլ քիչ չի, բայց այնուամենայնիվ ձեր նշած իրողությունը կա։ Այս իրողությունը կա, եւ այս իրողությունը նաեւ հակառակ ուղղությամբ կա։ Հիմա օրինակ ինձ այդպես շատ ուղիղ հարց են տալիս, ասում են, հա ինչա նոր իշխանությունը կամ պատկերացնենք նոր իշխանությունը եկել է, ասելու է գնում եմ Արցախը ազատագրեմ, իհարկե չի ասելու։ Ես այսքանը շատ լավ հասկանում եմ այդ Նիկոլ Փաշինյանի Ալեն Սիմոնյանն է, որ գնում Աղդամում նկարվում էր, ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, եւ հետո հիմա լրիվ հակառակ տեսակետն է ասում։ Արցախ բառի համար էլ ներողություն։ Այո, Արցախ բառի համար ներողություն է խնդրում։ Իհարկե խելքը գլխին իրեն վաղը մյուս օր իշխանություն ունեցող մեկը այսօր չի ասելու, որ ես գամ իշխանության գնալու եմ Արցախ ազատագրեմ։ Բայց գոյություն ունի միջազգային իրավունքով այդպես սահմանված նորմեր, որի շրջանակներում դու քո իրավունքների համար պաշտպանելու հնարավորություն ունես ընդ որում միջազգային աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի համատեքստում, որովհետև եթե ուշադրություն դարձնենք, այս վերջի դեպքերից հետո բացի Ռուսաստանից մնացած բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները այս իրավիճակը գնահատել են որպես էթնիկ զտում։ Իսկ էթնիկ զտումը որոշակի քաղաքական պատասխանատվություն է ընդհանրում։ Միջահագայի դատարանի որոշում կա, վերջապես ինչի Ադրբեջանը այսքան վիզ դրած ասում Մինսկի խմբից հրաժարվենք, բացի նրանից, որ այնտեղ տարածքային ամբողջականության սկզբունք կա, ազգերի ինքնորոշման սկզբունք կա, այնտեղ նաև երրորդ մի սկզբունք կա, որի մասին չեն խոսում, որ ռազմական ճանապարհով հարցերը չպետք է լուծվեն, իսկ փաստացի իրենք ռազմական ճանապարհով են այդ ողջ գործընթացը արել, ուժի կիրառման սպառնա։ Այսինքն կա հստակ կետեր, որոնք որ միջազգային խաղի կանոններով հաստատված են, որոնք իրենք խախտել են եւ վաղը մյուս օր եթե Հայաստանը հայտնվի ուժեղ դիրքերում, ինքը շատ հանգիստ այս խաղակարտերը, երբ որ գետնի վրա կարողանա իրացնի, իր ցանկացած գործողություն կարող է հիմնավորել այս խաղակարտերով։ Հիմա Ադրբեջանը այդքան վիզ դրած, ինքը Նիկոլի հասկանում է, որ Նիկոլ այդ խաղակարտերը օգտագործող տղա չի։ Ինքը ուզում է ապագա սերունդներից խլի այդ խաղակարտերը։ Հենց այն օր Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններ ստով, որպեսզի այս պայմանավորվածությունները որևէ իշխանություն այլևս չկարողանա չեղարկի։ Այո, եւ սա ոնց որ փաստ է եւ այս փաստի շուրջ իհարկե իրենք փորձում են հասել են նրան, որ նույնիսկ այն օրը իրենց իրական Հայաստան կոնցեպտի հեղինակ Մարիա Կարապետյանի հարցազրույցն եմ նայում Ֆակտոր TV-ում, այնպեսի իրավիճակի են եկել անգամ որ իրենք իրենց կոնցեպտի շրջանակներում են իրենց հակադրվում, ցունկցվանգ իրավիճակ է, որովհետև խաղադրույքը միշտ խաղադրույք արել են, որ էսել ենք զիջում, խաղաղությունը գալիս է, զիջել են, խաղաղությունը չի եկել, էսել ենք զիջում, խաղաղությունը գալիս է, խաղաղությունը չի եկել եւ այս մարդիկ արդեն ոնց որ մի ամսվա մեջ 4-5 անգամ դիրքորոշում են փոխում, որ քաղաքական տեսանկյունից այդպես ոչ մի ձև չի նայվում եւ հուսով եմ, որ հայաստանյան հանրությունը եւ հայաստանյան քաղաքական միավորները նրանք ովքեր որ հստակ Նիկոլի դեմ պատկերացնում են, որ գործողություններ պիտի իրականացնեն, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մաքսիմալ արագ այս մարդը իշխանությունից հեռանա, որովհետեւ այս մարդը նպատակներ ունի նաեւ ոչ միայն իր սերնդին, այլև ապագա սերնդներից իրավունքներ եւ հնարավորություններ խլել։
Ես ուզում խոսենք նաև ձեր առաջարկած on-line քվեարկություն անցկացնելու հնարավորության մասին, որը դուք որի չանցկացնելը քաղաքական կամքի բացակայությամբ եք պայմանավորում, ներկայիս իրավիճակում դուք դա որքանով եք իրատեսական համարում, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, այսինքն առանց նրանց աջակցության։ Մենք գիտենք, որ վերջիններս առհասարակ Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակությունը Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք են համարում։ Այս իրավիճակում դա որքանով է իրատեսական։ Ես իմ գրառման մեջ նաև ծայրահեղական բաներ եմ գրել, հասկանալով թե ինչպիսի արձագանք կլինի սա։ Հիմա մարդիկ կկրկնեմ այդ իմ վերջի հատվածը գրառմանս, մարդիկ զոհվել են, մարդիկ առողջություն են կորցրել, 150,000 մարդ էլ տուն-տեղ կորցրած հասել է այստեղ։ Իհարկե ռիսկեր կան։ Տնից դուրս ես գալիս, արդեն ռիսկ կա։ Գլխիդ կարող է ինչ-որ մի բան ընկնի։ Հիմա դու ուզում ես ինչ-որ պրոցեսներ անել, որոնք համակարգի դեմ պետք է լինեն։ Հասկանալի չի, որ այդ գործողությունների ընթացքում յուրաքանչյուր ձևով ճնշման ես ենթարկելու։ Ես մի հոգի եմ, որպես անձ եմ, ինչ-որ չափով իմ հնարավորության սահմաններում համակարգի դեմ որոշակի գործողություններ եմ անում։ Հնարավոր անհնար տարբերակներով ճնշումներ են գործադրում։ Հիմա եթե մտել ես դրա տակ, կոչվում ես իշխանության ներկայացուցիչ, հա ամեն ինչ որ անես, չեն ասելու, չեն գալու գլուխը չորեն ասեն, ապրես ինչ լավ բան ես անում, իհարկե ճնշումներ լինելու են։ Հենց ելքը տեսնում եք, հնարավոր է այս ճանապարհով շարժվել, կամք լինի։ Դա ավելին, նույնիսկ օրինակ լուծում կարա լինի։ Լուծում կարա լինի, որ ասես, որ այդ on-line քվեարկության բազան ինչ որ իրականացնում է, մենք որոշումը արել ենք, ինքը Երևանում չի գտնվում։ Հա, ինչ ա եղել։ Ճանապարհներից մեկն էլ դա կարող է լինել։ Այո, Երևանում չի գտնվում, օրինակ, չգիտեմ, եւ մենք թույլտվությունը տվել ենք, մենք մեր հրամանագիրը ունենք որոշում։ Հիմա ինչ են խոսում, ես վերջի տեղեկատվական շտաբի հայտարարությունը կարդում ես, քաղաքական իրարամերժություն է բացարձակ։ Սկզբից երբ որ եկել ենք այստեղ, ես միակն եմ եղել, որ հանրային դաշտում էլ հայտարարել եմ, որ հարգելի պարոն Շախարամանյան, այդ թվում նաև դիմել եմ հայաստանյան քաղաքական ուժերին, որ ճնշում գործադրեք այդ մարդու վրա, որպեսզի այն հրամանագիրի մասին տեղեկատվությունը, որը հրապարակվել է տեղեկատվական շտաբով, այդ չեղարկման մասին նմանօրինակ մի բովանդակություն էլ հրապարակվի, որ վաղը մյուս օր սա չօգտագործվի եւ ադրբեջանցիների կողմից եւ տեղական իշխանությունների կողմից։ Այն ժամանակ այդպես ձայն բարբառու անապատի անցել գնացել է։ Հիմա իրանք ամիս հետո նրանք չեղարկեցին այդ հրամանագիրը, եթե անգամ իրանք գրում են ախր հետաքի գիտեք որն է տեղեկատվական շտաբի բանում գրում են որ չեղարկել ենք, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով չենք հրապարակել այդ խողովակով։ Առաջին հատվածում գրում են որ միջև հրամանագիրը, եթե հրամանագիրը չի հրապարակվում, ուժի մեջ չի մտնում, երկրորդ հատվածում գրում են որ չեղարկել ենք, բայց չենք հրապարակել։ Այսինքն լրիվ իրարամերժ քաղաքական տեսանկյունից այդպես անհասկանալի ինչ որ բովանդակություն է, բացի դրանից այսինքն չի չեղարկել պարոն Աղաբեկյան, այս պահին գործում է հրամանագիրը։ Չէ, այդ հրամանագիրը իրավական որևէ ուժ չունի, այդ հրամանագիրը ընդհանրապես տեղեկատվական եւ քաղաքական քարոզչական ուժ ուներ։ Այսինքն խի է ես այն ժամանակ պահանջում, որ ինչ խողովակով որ դրել եք, նույն խողովակով էլ տեղադրեք, որտեղ ադրբեջանցիները ես համոզված եմ այն ժամանակ եւ այդպես էլ եղավ։ Հունվարի 1-ի մի հատ թեզ են կողելու տեղեկատվական դաշտ։ Ասելու են ընկեր, եթե այն ժամանակ ասում եք, որ ճնշման տակ եք եղել, ժողովրդին փրկելու համար եք այդ հրամանագիրը ստորել, բա Երևանում ձեզ ով էր ճնշում, որ չեք չեղարկել։ Այսինքն փաստացի ձեր համաձայնությունը դրա մեջ եղել։ Եվ իրենք այդ տեղեկատվական թեզը մցրել են։ Հիմա այսպես ասեմ, էլի Ֆրանսիայում գտնվող լրատվամիջոցը կամ քաղաքական գործիչը չի մտնելու Արցախի իրավական դաշտը ուսումնասիրի, տեսնի, որ վայ հրապարակման պահից այս բանը մտնում կամ նախագահը իրավազորություն։ Ինքը տեղեկատվական դաշտն է, չէ՞ նայելու։ Ինքը նյուզերն է որպես հիմք ընդունելու իր համար եզրահանգումներ անելու։ Իսկ դուք լրագրողից ինձ լավ գիտեք, որ հանրային տրամադրությունը, այդ թվում նաև քաղաքական շրջանակների տրամադրությունը շատ բան է փոխում։ Օրինակ հрьяաները ճիշտ է քաղաքականության մեջ զգացմունքների ոչ մի նշանակություն չունեն, բայց օրինակ հрьяաների հետ շփվելու ես փորձ եմ ունեցել, նույնիսկ ինչքան էլ դու իրեն ատելուց լինես, եթե հետը շփվելուց անհատապես կամ չգիտեմ ուրիշ պատճառներուց, այսպես պլանշետը հանում է, քեզ ցույց է տալիս կադրեր, ինչ է իրենց հետ տեղի ունեցել եւ փաստեր։ Դու քեզնից անկախ չես կարող դա հաշվի չառնես։ Դա քո ենթագիտակցության մեջ տպվում է։ Ինչքանով է դա, ինչքանով է արդարացի, ինչքանով է մնացածի մասին դու արդեն չես խորանում։ Դու խորանում ես կոնկրետ այդ տեղեկատվության մասին, ինչ տեղեկատվություն որ քո առջև դնում են։ Նույն Ադրբեջանն է այստեղ շատ լավ աշխատում։ Ապրես, այսինքն նույն ռազմական գործողությունների պատերազմից հետո հանցագործություններ անելով հանդերձ, հիմա իրանք բոլոր տեղեկատվական խողովակներով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնում են, չգիտեմ,
ֆաշիստ, ցեղասպան ինչ որ կարգավիճակով, երբ որ իրենք են դա ինչ իրագործել։ Բայց ինչա թե այս կողմից պետական մակարդակով չկա այդ քաղաքական կամքը եւ այդ տեղեկատվական մեքենան աշխատում է ներազգային ատելություն տարածելու համար։ Այսինքն եթե ես օրինակ ադրբեջանցի հատուկ ծառայության ներկայացուցիչ լինեի, բանին Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից մի քանի հոգու ազգային հերոսի կոչում կտայի, որովհետև միլիարդներ պետք էր ծախսել, որպեսզի ներազգային ատելություն տարածել, այսպես որպեսզի համեմատական վերցնենք, օրինակ Ադրբեջանում այս ժամանակը կարող է սխալ ասեմ, մի քանի ամիս առաջ Բելարուսիայից այնտեղ գնացած մի հատ թալիշ երիտասարդի ձերբակալել են եւ դավաճանության հոդվածով ցմահ ազատազրկել են միայն նրա համար, որ ինքը հաղորդումների շարք էր պատրաստում, որտեղ ցույց էր տալիս թալիշների մշակութային տարբերությունները ադրբեջանցիների նկատմամբ։ Ոչ մի ատելության քարոզ չկար, ոչ մի սեպարատիզմի կոչ չկար, ընդհանրապես մշակութային տարբերություններ էր մարդը ցույց տալիս։ Հա մարդիկ երկիր են ազգային անվտանգությունը վտանգներ են տեսել, այդպեսի բայց այստեղ պետական այնա երկու հատ կոնկրետ ես եւ քննչական կոմիտե եւ դատախազություն կոնկրետ երկու գործ իրավաբանի հետ նստել եմ, լավ պատրաստել եմ, իրավաբանական բազան կա եւ Ռոման Բաղդասարյանի դեմ եւ Խոսնակ Լարատվականի դեմ, որոնք կազմակերպված հստակ ատելության խոսք են տարածում եւ եթե այս գործերը ընթացք չստանան եւ ընդ որում Խոսնակ Լարատվականի դեպքում նաեւ լրագրողի դեմքն եմ իդենտիֆիկացրել եւ տվել, որպեսզի հանկարծ չասեն թե fake edge-ա, չգիտեմ, այս մեկն է, այն մյուսն է։ Եթե այս մարդիկ այդ ճանապարհով չգնան, ես արդեն դիտարկելու եմ, որ այո, ենթադրություններ կան, որ իշխանությունների կողմից հովանավորվում են, բայց սա լինելու է արդեն ապացույց, որ իշխանությունների կողմից հովանավորվում են։ Դե հիմա կոլաբորանտ են, հասկանանք, կոլաբորանտների հետ սովորական քաղաքական պայքար մղելը մի քիչ այդպես բարդ է։ Այո։ Հասկանալի է սարմով, պարոն Աղաբեկյան, ուզում եմ խոսենք նաև 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնցից արդեն օրեր անցել տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ի հարձակումն ու Արցախի բռնազավթումը։ Ձեր գնահատմամբ Արցախում 2023-ի սեպտեմբերի սկզբին իշխանազավթում կամ պալատական հեղաշրջում տեղի ունեցել է, ինչպես Հայաստանի իշխանություններն են պնդում, եւ արդյոք հնարավոր կլիներ խուսափել աղետից, եթե դիցուկ Արայիկ Հարությունյանը շարունակեր մնալ նախագահ եւ Սամվել Շահրամանյանը չընտրվեր։ Լավ հարց եք տալիս, ինքը իրականում, տեսեք, եթե հարցը դիտարկում ենք միայն սեպտեմբեր-օգոստոս ամիսների շրջանակից, հարցը ինքը սկզբանե սխալ է, բայց եթե հարցը դիտարկում ենք խորքային տեղի ունեցած պրոցեսների մեջ, այսինքն օրինակ, անմիջապես պրոցեսներ են սկսվել, որտեղ Արայիկ Հարությունյանը գետնի վրա իր որոշումները չի կարողացել իրագործել, որովհետև ձևավորվել է անվտանգության ճակատեր կոչվում, իմ անունը կոնկրետ չեմ հիշում ինչա, որ ամեն կերպ այդպես նույնիսկ հիմա այսօր խոսում են, պատմում են, ասում են մենք Արայիկ Հարությունյանի հրաժարական չենք պահանջել են պարագայում, երբ որ ախր ժամանակակից աշխարհը այտենց դրված բաներ կան, երբ որ Ռուբեն Վարդանյանը օրինակ լայվ էր մտել, ասել էր, որ բա 4 անգամ մեր մոտ դեմը կանգնել ես, ասել ես հա գնալու եմ հրաժարականի, ինչի չես գնում, այսինքն փաստացի սա ապացույց է, որ եղել են կոնկրետ Արցախից ճնշում է եղել։ Այո, կոնկրետ ճնշումներ են եղել, որ եղբայր դու քաղաքական պաշտոնը պետք է թողես։ Օրինակ Արցախի քաղաքական ուժերն նաև ասում են Նիկոլ Փաշինյանն են նույն Արայիկ Հարությունյանին պարտադրել հրաժարական ներկայացնեն։ Տեսեք, ես մի հատված եմ հրապարակել, որտեղ ոչ թե ճնշման մասին է, այլ իմ ու Արայիկ Հարությունյանի առանձնազրույցի հատված, որտեղ որ ինքը փորձում է ինձ ամեն ձև համոզել, որ ռազմական բաղադրիչը Սամվել Բաբայանին փոխանցել է, որևէ արդյունավետություն չէր ունենալու, որևէ բան չէր փոխվելու, եւ այդ ընթացքում իրեն զանգ է գալիս, վերցնում է, այո, պարոն Փաշինյան, եթե անգամ առաջի փուլով Շահրամանյանը չանցնի, հաստատ երկրորդ փուլով անցնելու է, եւ այլն, այսինքն որը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ եւ Հայաստանի իշխանությունը շահագրգռված են եղել են քաղաքական փոփոխությամբ, ինչ քաղաքական փոփոխություն որ տեղի ունեցել։ Իմ պատկերացմամբ, եթե կա մի խաղաքարտ, որտեղ 100% բացում է սևա, այդ խաղաքարտը բացելու իմաստ չունի։ Եթե կա մի խաղաքարտ, որտեղ չգիտես սևա թե կարմիր, ավելի լավ է այդ սև կարմիր հավանականությամբ քարտը բացես, որտեղ մեկը 100% ոչ մի արդյունավետություն չունի։ Այնտեղ գիտես, որ 100% այդ դրա հետևանքը է տա լինելու։ 20 թվականի դեպքերից հետո անմիջապես ես իմ բոլոր հնարավոր ռեսուրսներով լոբինգ եմ արել Արայիկ Հարությունյանին, որպեսզի ռազմական բաղադրիչը ինքը փոխանցի Սամվել Բաբայանին։ Ինչքան այդպես քաղաքական գնահատականի հարց չի սա, թե Սամվել Բաբայանի հանդեպ ոնց եմ վերաբերվում, ոնց չեմ վերաբերվում։ Լեռնային Ղարաբաղում եղած ռազմական գործիչներից ես իրեն այդպես ոչ ստանդարտ մտածող,
դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվող մարդ էր պետք է այդ պահին ռազմական տեսանկյունից։ Ադրբեջանը այդպես դեբիլ չէ էլի, եթե անգամ ինչ որ մեկը կանգնում իրեն ասում է, որ ես պատրաստ եմ քո հետ երկխոսության, ինքը հասկանում է, որ եթե դու դիմադրություն ցույց տալու ընդունակություն չունես, ինչի պիտի գա երկխոսության։ Այսինքն ինքը պիտի զգա, որ քեզ հարվածելու դեպքում համապատասխան հարված է ստանալու, նոր հաշվարկ անի, տեսնի, որ ավելի ձեռնտու է նստել երկխոսության եւ գալ երկխոսության։ Այստեղ ձեզ հակադարձեն, որ նույն 44-օրյա պատերազմի օրերին Սամվել Բաբայանը անվտանգության խորհրդի քարտուղարն էր եւ կարող էր ինչ-որ բան անել, որը հաստատի չարեց։ Չեն կարող հակադարձել, որտեղ անվտանգության խորհրդի քարտուղարը եղել է խորհրդակցական պաշտոն, պաշտոնապես 2 անգամ մարդը դիմել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին պատերազմի ժամանակ։ Իրեն պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու եւ որոշումների կայացումը Ստեփանակերտ տեղափոխելու տեսանկյունից 2 անգամ էլ մերժում է ստացել։ Թե ինչ պատճառաբանությամբ, ես այդ պատճառաբանությունը գիտեմ։ Ես չեմ ուզում հիմա դառնալ Սամվել Բաբայանի փաստաբանը, որովհետև քաղաքական տեսանկյունից շատ հարցերում մենք տարբեր կերպ ենք մտածում։ Բայց կոնկրետ ինքը 44-օրյա պատերազմի ընթացքին միջամտելու լիազորություններ ու լծակներ չի ունեցել։ Իհարկե չունեցել։ Ինքը կարող է ունեցել է խորհրդատվական եւ ինքը դրա մասին խոսում է, որ այդ հայտնի օպերացիայի վերաբերյալ ընդհանուր այդպես գծագրություն ինքն է տվել, բայց կառավարումը ինքը չի իրականացրել։ Այսինքն, այսպես ասեմ, գոյություն ունեն իրավիճակներ, գոյություն ունի ծայրահեղ իրավիճակներում կառավարիչներ։ Այսպեսի ընդհանրապես միջազգային տերմին գոյություն ունի, որ կան սովորական իրավիճակներում կառավարիչներ, որոնք էֆեկտիվ են, որոնք ծայրահեղ իրավիճակներում նույն էֆեկտիվությունը չեն ունենում, եւ կան ծայրահեղ իրավիճակում կառավարիչներ, առաջնորդներ, որոնք այդ պահին էֆեկտիվ են, եւ որոնք սովորական իրավիճակներում դառնում են խնդրեմ հասարակության համար։ Հիմա Սամվել Բաբայանը ծայրահեղ իրավիճակների համար լավ կառավարիչ է եւ ինքը իր փորձով 92 թվականից սկսած ցույց է տվել, որ ինքը ծայրահեղ իրավիճակներում կարող է արագ կողմնորոշվել, ոչ ստանդարտ մտածել, լուծումներ առաջարկել, որոնց դեպքում ինչի չփոխանցեց Արայիկ Հարությունյանը իր ուզած լիազորությունները արդեն պատերազմից հետո։ Իմ կարծիքով իհարկե ինքը ինձ փորձում էր ամեն կերպ համոզել, որ ոչ մի բան չի փոխվելու, բայց նաեւ օրինակ նույն Տիգրան Պետրոսյանի հրապարակումները կան, որտեղ որ ինքը ասում է, որ իր վրա ճնշումներ է եղել եւ ամեն կերպ նաեւ այդ նաեւ ռուսական կողմից է ճնշումներ եղել, որ որևէ կերպ այդ նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից է ճնշումներ եղել, որ որևէ կերպ Սամվել Բաբայանի մոտ չթողնեն թույլ չեն տվել ուժային կառույցներին, որովհետեւ այդ անկանխատեսելիությունից նաեւ իմ կարծիքով վախեցել են նաեւ նրանք, որ եթե ինչ որ մեկը անկանխատեսելի է, այդ անկանխատեսելիությունը կարող է նաեւ իրենց դեմ ուղղել։ Այսինքն այս մարդիկ իրենց քաղաքական նպատակահարմարությունը եւ հնարավոր ռիսկերը ավելի են կարևորել, քան թե այն խաղակարտերի մեկը, որ 100% գիտես որ է։ Ես չգիտեմ ինչ կլիներ, եթե այնպես անենք։ Բայց այն մեկը հաստատ գիտեի որտեղ է տալու։ Այն մեկի ճանապարհը գիտեի թե որտեղ է։ Գոնե հնարավորություն կար ինչ որ բան փոխելու։ Այսինքն ես շատ հնարավոր է որ ավելի վատ տարբերակ ունենանք։ Այսինքն ես, բայց երբ որ միտեղ գիտես որ 100% այս քարտը սև է, այստեղ ինչ էլ անես, այս քարտը սև է, այստեղ ոչ մի բան չի լինելու։ Ոչ մի արդյունք չես ունենալու, սրա հետևանքը լինելու է Արցախի հայաթափությունը։ Արցախի հայաթափ տեսանք, որ հետևանքն էլ եղավ Արցախի հայաթափությունը։ Արայիկ Հարությունյանի այդպես Արայիկ Հարությունյանը հենց այդ է լավ ժամանակների շատ լավ կառավարիչ կլիներ։ Եվ ինքը իր 3 միջապես իշխանություն ստանալուց հետո առաջի 3 ամսվա մեջ նույնիսկ իրեն այդպես շատ ընդդիմացած մարդիկ այդ 3 ամսվա մեջ իրենց կարծիքը փոխել էին, որովհետև մեծ բում էր այդ ընթացքում, երբ որ ինքը բայց Արայիկ Հարությունյանը ծայրահեղ իրավիճակների կառավարիչ չէր։ Եվ հենց իմ առաջարկը էր, որ ծայրահեղ իրավիճակների կառավարիչի հետ գնա պայմանավորվածությունների քաղաքական, որպեսզի ստեղից կարողանանք դուրս գալ, որտեղ ստեղից դուրս չգալու հետևանքը անձնականապես նաև ինքն է դժուժել դրա հետևանքով հիմա գտնվում է Բաքվի բանտում։ Դուք եղել եք Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի կազմում, հենց այնտեղից եք պատգամավոր ընտրվել, եւ մենք գիտենք Արայիկ Հարությունյանը հենց ձեր նշած սկզբնական 3 ամսում իր պաշտոնավարման սկզբնական շրջանում անվերապահ աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, երկրորդում էր նրա հայտարարությունները Արցախը Հայաստան է եւ վերջ եւ այլն։ Երբ հիմա հետադարձ հայացք եք գցում, չեք ափսոսում նրա վարած քաղաքականության համար, օրինակ շատերը պնդում են, եթե 2020 թվականին Արցախում այլ որակներ ունեցող իշխանություն ձևավորվեր, ապա եթե ոչ ամբողջապես, ապա գոնե ինչ-որ չափով հնարավոր կլիներ խուսափել այս աղետից, որը տեղի ունեցավ 20 թվականին, հետո արդեն 23-ին։ Տեսեք, իրական ով որ Նիկոլ Փաշինյանին քննադատում է նրա համար, որ ինքը ասել է Արցախ Հայաստանը եւ վերջ, ինքը սխալ է անում, որ քննադատում։ Ի տարբերություն շատ-շատերի, ես ասում եմ ապրի Նիկոլ Փաշինյանը, որ եկել եւ Արցախում ասել է, որ Արցախ Հայաստանը եւ վերջ։
Բայց դրա չի նշանակում, որ բանակցությունները վիճեցել է եւ պատերազմի կազուս տվել Ադրբեջանին։ Կբացատրեմ ինչի նկատի ունեմ սա ասելով։ Քաղաքականության մեջ կոնկրետ այդ իրավիճակում կիսաթղիությունը բերելու էր այն հետևանքների, ինչ հետևանքների բերեց։ Նիկոլ Փաշինյանից ավելի կիսաթղի քաղաքական գործիչ մենք չենք ունեցել։ Եթե մնացածները չեն ասել Արցախ Հայաստանը եւ վերջ, եւ փորձել են այդպես ներքին հասարակությանը սուտ խոսալ, ասել մենք ոչ մի թիզական է գնալ դուրսում ուրիշ բաների շուրջ պայմանավորվել, ինքը եկել է ասել Արցախ Հայաստանը եւ վերջ, որի տրամաբանական շարունակությունը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի ճանաչումը եւ Արցախի միացումը։ Տրամաբանական շարունակությունը էս էր ընդհանրում։ Բայց առաջի քայլը արել է եւ մնացած քայլերը չի արել, որը բերել է ավելի մեծ հետևանքների, ավելի տվել Ադրբեջանը։ Ավելի բաց։ Այնպես չի որ Ադրբեջանը առանց այդ հայտարարության չէր հարձակվելու, ինքը հաշվարկներ ուներ քաղաքական եւ այսպես ասենք արտաքին քաղաքական հարմար պահը եկել էր եւ հարձակվելու էր։ Դա ակնհայտ էր, բայց հենց այդ երկու հայտարարությամբ, մեկ Փաշինյանի, մեկ Դավիթ Տոնյանի նոր պատերազմ, նոր տարածքներ հայտարարությամբ են հիմնականում ագրեսիան հիմնավորում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը աշխարհակաղակական իրավիճակը կփոխեր, դասավորվածությունը կփոխեր, բոլորի գործողությունների պլանները, կարտերը կխառներ, եթե օրինակ ես էլ եմ ոչ ստանդարտ մտածում։ Այսինքն այս առումով ոչ ստանդարտ մտածելու տեսանկյունից կարծում եմ, որ նման երկրներում առանց ոչ ստանդարտ մտածողության լուծումներ չես կարող գտնել։ Որն է իմ տեսակետը եւ որն է միջև հիմա իմ տեսակետը։ Գալիս կանգնում ասում ես Արցախ Հայաստանը եւ վերջ, լավ ես համ ապրես։ Ես դրա համար քեզ չեմ քննադատում։ Հաջորդ քայլով ճանաչում ես Արցախի անկախությունը, հաջորդ քայլով լուծարում ես Արցախի պետական ինստիտուտները եւ Արցախը մտցնում ես քո կազմի մեջ։ Ադրբեջանական կողմը վաղ որ պատերազմ է սկսում։ Երբ որ պատերազմ է սկսում, ինքը արդեն Հայաստանի Հանրապետության դեմ է սկսում պատերազմը։ Ինքը Լեռնային Ղարաբաղի դեմ չի սկսում։ Ռուսաստանը այս պարագայում չի կարողան կողքի կանգնի, չի կարող ինքը կողքի կանգնի այս պարագայում, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքում շահեր ունի։ Կոնկրետ շահեր ունի ինքը հստակ։ Ոչ թե որ ինչ որ պայմանագիր է ստորագրել է, սա արել են արել։ 20 թվականի պատերազմի ժամանակ ռուսները պատահական չէին Սյունիքում վրաններ խփել եւ այնտեղ նստած։ Որտեւ իրենք շահեր ունեին, իրենց շահերի համար էին այնտեղ։ Այսինքն նույնը կլիներ Արցախում, եթե դա Հայաստանի կազմի արդեն այս դեպքում արդեն պատերազմ սկսելու հավանականությունը ավելի կքչանար, քան թե այն դեպքում, երբ որտեղ արդեն Հայաստանի Հանրապետության հարց կառաջանար ընդհանուր այդ պատերազմի հետևանքները լրիվ ուրիշ բովանդակությամբ։ Եվ նույն 94 թվականի պայմանագիրը, որ վերցնում նայում ես, զինադադարի պայմանագիրը, խայտառակություն է դա։ Այսինքն պատերազմում հաղթած կողմը պայմանավորվում է ինչ որ բաների, որոնք որ երկու ճանապարհներ ճիշտ է, եթե Արցախի Հանրապետության անկախության ճանապարհով ես գնում, պետք է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչես, Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը եւ ըստ դրա գործի։ Այնա միջազգային պրակտիկան կա, տեսնում եք, չէ՞, ռուսները ինչ որ տարածք են մտնում, ռեֆերենդում են անում, ռեֆերենդումից հետո ճանաչում են այդ տարածքը եւ հետո նոր են հարաբերվում։ Այսինքն սա այս կիսատ պրատ հասարակությանը մի բան պատմել, այսօր Նիկոլ Փաշինյանը որ մատը սենց անելով խոսում է, հենց այդ կիսատ պրատությունն է ինքը վերցնում եւ տեղեկատվական տեսանկյունից լավ մանիպուլյացիայի ենթարկում։ Ասում է տղեկ, եթե բաներ ներքին բանում հայտարարում եք, որ ոչ մի թիզ Արցախը էս մեկը խի եք գնում դուրսում էս բանակցում։ Ու ճիշտ է ասում։ Հիմա բառերը պետք է իր անուններով տալ, որ կոնկրետ, բայց իհարկե, երբ որ պես իրականացած հանցագործության մասշտաբները վերցնում ես իր իրականացած հանցագործության մասշտաբները եւ այն որ մարդիկ այո սխալ կուրս են բռնել, հաշվի են առել պահական լուծումների են գնացել, մտածել են որ ինչ որ ստանդարտ ճանապարհով կարելի է հարցեր լուծել, չէ, ստանդարտ ճանապարհով ոչ մի հատ փոքր երկրների համար, մենա Իսրայելի օրինակը շատ են բերում, ինչքան էլ այդպես բանալ թվա, բայց էտա փոքր երկրների համար ստանդարտ լուծումները երբեք չեն աշխատում։ Ոչ ստանդարտ լուծումներն են միայն որ կարող են աշխարհակաղակական խաղացողներին փաստի առաջ կանգնեցնել եւ ստիպել որպեսզի դու այդպես Ադրբեջանը այլև օրինակ բավականին ոչ ստանդարտ մտածողությամբ ղեկավար է եւ ինքը քայլեր է ձեռնարկում որոնց համար օրինակ ես իրեն ասում եմ ապրես քո երկրի համար դու Որ շատ ճիշտ ճանապարհ ես ընտրում։ Փաստացի նրան հաջողվեց Ադրբեջանին գործոնի վերածել։ Այո, մարդը դարձել է գործոն, ընդ որում գործոնա դարձել եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ես շատ լավ հիշում եմ, որ երբ որ Վաշինգտոնյան այդ բանակցություններն էին գնում բանի հայ-ադրբեջանական, նայում էի ադրբեջանական տեղեկատվական մեքենան ոնց որ Ռուսաստանի 5 պակաս է Ռուսաստանին պատերազմ հայտարարել։ Բանից արևմտյան ճակատից ինչ պետք է ստացան հաջորդ օրը Ռուսաստանից էր ցավոտ է, այսինքն այն ձև կարողացան
փոխակերպվել, տեղափոխվել, այնպես ինքն էլ համակարգային է, համակարգը ճտիկը սխմում են, համակարգը այս ձև աշխատում։ Ճտիկն անջատվում է, համակարգը այս ձև աշխատում, որտեղ պետություն կա։ Այո։ Ես ում եմ նաև անդրադառնանք Արցախում ռուս խաղաղապահների գործունեությանը, որոնց վերաբերյալ եւս գնահատականները բավականին իրարամերժ են։ Մենք գիտենք, որ խաղաղապահները 23 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը փաստացի դիտորդի կարգավիճակում էին եւ կողքից հետևում էին այն ամենին, ինչ տեղի էր ունենում Արցախում։ Շատերը խաղաղապահների անգործությունը պայմանավորում են Պրահայի հայտարարությամբ, որով Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ձեր համար որպես պատմաբանի, որպես քաղաքական գործչի, որքանով է այս փաստարկը համոզիչ, թե սա պարզապես ռուսների դեմքը փրկելու միջոց է առավելապես։ Ռուսների համար մեկ դեմքը փրկողը Նիկոլ Փաշինյանն է։ Որ հեքիաթներ է պատմում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հակառուս գործիչ է, ինքը կամ հեքիաթ է պատմում, կամ էլ մանիպուլացնում է։ Նիկոլ Փաշինյանից ռուսների համար ընդունելի եւ ընտիր ղեկավար չկա եւ չի կարող լինել, որտեղ իրենց ձեռքերի լվանալու տեսանկյունից այն ինչ որ ասում եք դուք այդ Պրահայում եք, ռուսների ձեռքերի լվանալը ինչ է։ Իրական ռուսական խաղաղապահ առաքելությունը 20 թվականին, երբ որ մտել է Արցախ, լրիվ ուրիշ որակարգ է ունեցել, այդ խաղաղապահների մեղադրել պետք չի, իրենք քաղաքական հրահանգ են կատարում, այսինքն խաղաղապահները չի հարցը, ստե Ռուսաստանի քաղաքական իշխանության դիրքորոշումն է։ Օրինակ նույն Մուրադովի ժամանակ կամ Կասաբոկովի ժամանակ մենք լրիվ ուրիշ կոշտ խաղաղապահներ ենք տեսել։ Ես իրենց տեղեկատվության պատասխանատուների հետ էի շփվում։ Կար իմ եւ նրանց շփման մեկ այլ որակ, իջև ուկրաինական պատերազմը եւ կար մեկ այլ որակ ուկրաինական պատերազմից հետո։ Իհարկե աշխարհակաղակական կենտրոնը իր դեմքը փրկելու համար պետք է ինչ-որ պատճառաբանություններ գտնի եւ պետք է ասի, այսպես եղավ, դրանից ելնելով մենք այսպիսի դիրքորոշում վերցրեց։ Ասում են մանդատը փոխվեց արդեն, այլևս ոչինչ անել չէինք կարող։ Ժողովուրդ 20 նոյեմբերի 9-ին իրենց մանդատի մեջ որովհետեւ գրված չէր, որ իրենք ինչ որ կոնկրետ գործողություն, իրենց մանդատի մասին նույնիսկ ադրբեջանական կողմը իրենց մանդատը չի էլ հաստատել այդպես էլ։ Այսինքն սաղ այդ ամեն ինչը ընդհանրապես սեփական երեսը փրկելու միջոց էր։ Բացի դրանից այդպես հայտնի Պուտինի հարցազրույցը կա, երբ որ ինքը ասում է, որ դե Հայաստանի Հանրապետությունը, քանի որ Արցախի Հանրապետությունը չի ճանաչել միջազգային իրավունքի տեսանկյունից եւ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային մնացած շրջանները 7 շրջանները Ադրբեջան են, որից հետո լինում է 23 թվականից հետո դեպքեր եւ էլի ինչ որ միտեղ իրեն հարցում են ռուս խաղաղապահները ինչ են իրենց այդպես պահել, ասում է դե քանի որ գնացին Պրահայում փաստաթուղթ ստորագրեցին, խաղաղապահների կարգավիճակը այնտեղ փոխվեց, դե Հայաստանը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանն է, մենք ինչ անենք։ Այսինքն անմիջապես պատերազմից հետո մի անգամ ռուսական իշխանությունները արձանագրել էին, որ այսինչ պատճառից ելնելով բանը Լեռնային Ղարաբաղի եւ հարակի շրջանների միջազգային իրավունքով, այսինքն այնպես չի, որ իրենք 23 թվականին են արձանագրել, որ իրենք դա որպես այդպես էլ ընկալում են։ Ավելին ասեմ, իրենք Լեռնային Ղարաբաղի այդպես կարգավիճակի հարցով միջև 23 թվական եղել է Խովայևյան պլան, որը որ ենթադրում էր, որ կարգավիճակի հարցը պետքա տեղափոխվի ապագային, հայաստանյան կողմը հիմա պետք է արդար լինել եւ այդպես երբևիցե այն դիսկուրսից չգնա, որ անպայման Նիկոլին պետքա խփել։ Հա, Նիկոլին պետքա խփել, բայց երբեմն Նիկոլին խփելու պետքա Հայաստանի Հանրապետությանը խփել։ Նիկոլն ու Հայաստանի Հանրապետությունը դրանք տարբեր բաներ են։ Ընդ որում շատ դեպքերում լրիվ իրարամերժ։ Եվ գայթակղությունը մեծ է երբեմն Նիկոլին խփելու համար նաև Հայաստանի Հանրապետությանը խփել, չհասկանալով։ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ ռուսական կողմը Խովայևյան պլանը առաջարկել, Հայաստանի իշխանությունները աշխարհը իրենց դարձած ծափահարելով ասել են, վայ, ես ինչ լավ է, դեմքներս կփրկենք։ Համաձայնվել է հայաստանյան կողմը այդ Խովայևյան պլանին։ Ադրբեջանական կողմը չի համաձայնվել։ Չեն կարողացել պարտադրել Ադրբեջանի պլանը։ Այո, չեն կարողացել որ այդ պլանը պարտադրեն։ Եթե իրանց պլանն է եղել, իրանց պատկերացումներն է եղել, սուտ է, որ Ռուսաստանը ինչքան էլ ուկրաինական պատերազմով զբաղված լինի, Ռուսաստանը ինչքան էլ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունենա, եթե ռուսական կողմը քաղաքական որոշում ունենա ադրբեջանական կողմին ինչ որ բան պարտադրելու, ինքը հաստատ գործի կգտնի դա։ Անկամ հիմա ցանկացած ժամանակ, անգամ ուկրաինական ճակատումների ժամանակ, երբ որ իրենք գտնվել են ամենածանր իրավիճակում։ Պարզապես քաղաքական առևտուր է տեղի ունենում։ Ես չեմ մեղադրում Ռուսաստանին, համարում եմ, որ յուրաքանչյուր ես էլ լինեմ իրենց տեղ այդպես կանեմ։ Եթե ինչ որ մի բանի շուրջ կարելի է սակարկել, եւ դա քոնը չի ուրիշին, ինչու չսակարկել, ինչու չստանալ ինչ որ միտեղ ավելին։ Այստեղ խնդիրը մեր մեջ է, որ մենք պետքա
այդպես կարճատև քաղաքական հիշողություն չունենանք եւ Ռուսաստանի արևմուտքի եւ մնացած երկրների հետ հարաբերությունը միշտ հիշենք, որ չկան հավերժական բարեկամներ եւ ճշնամիներ, կա հավերժական շահ եւ միայն այս դիրքորոշումից հարաբերվենք ազնիվ խոսքով քաղաքականություն չեն կառուցում եւ լավ ձաձանները, մեծ ձաձանները մի օր կարող են քեզ կոնֆետ հյուրասիրել, 3 օր հետո թունավորել։ Եվ սա նորմալ եւ բնական քաղաքական process է։ Եվ պարոն Աղաբեկյան, անդրադառնանք նաև արցախցիների նկատմամբ գեներացվող այս ատելությանը, մենք տեսնում ենք իշխանությունները պարբերաբար թիրախավորում են արցախցիներին, մեր իշխանական գործիչները ավելի կոշտ եւ կոպիտ բառապաշարով են ատելություն գեներացնում եւ այլն։ Ինչ եք կարծում, ինչով է այս իրողությունը պայմանավորված եւ ինչ խնդիր են առավելապես փորձում լուծել ատելություն գեներացնելով։ Քաղաքական խնդիր են լուծում, որտեղ իրենք ինչ են անում, իրենք այն կարգյան բարոյական են, որ իմանալով, որ ազգային անվտանգության ինչ վնաս են հասցնում, սա օգտագործում են զուտ ընտրական գործընթացների չէ մոտենում, որպեսզի ընտրական գործընթացների ժամանակ այդ մաքսիմում բևեռացնեն հասարակությունը եւ այդ բևեռացման հաշվին կվերցնեն։ Կարող եմ երկու կանխատեսում անել հիմա ձեր եթերում կտեսնենք կկատարվի թե չի կատարվի։ Մինչև 26 թվականը իրենց ներսում էլ մի քանի հատ քրեական գործ կհարուցեն։ Երկու այդպես խաղացան նոխազ կհանեն, մատաղ կանեն։ Արդեն կարծիքներ կան, որ կրկին SMS-ային պաշտոնանկություններ են սպասում։ Որը կբերի մի քիչ քվեարկության, մի քիչ տոկոս այդ մեռած տոկոսներից կփորձի ավելացնել։ Գյումրիում տեղի ունեցած քաղաքական process-ները կներկայացնեն որպես տեսեք, եթե նախկինները գան, ինչ կլինի այս process-ում։ Արցախցի, այս քանի որ միացել է այդ թալանածների թեման, Արցախցի մի քանի հոգի, որոնք միջև այս պահը ոչ մի խնդիր չունեին, իրենց համար այստեղ էին, մի քանի հոգի վրա քրեական գործ կհարուցեն, կբարձրացնեն, որ հեսա թալանել են, էս են այլ, մի քիչ էլ տեղ տոկոս կբարձրացնեն եւ կփորձեն 26 թվականին նորից վերարտադրվել։ Հիմա իրենց այսպես process-ների մեջ այդ ներազգային ատելություն տարածելու գործիքը կբերվի, պիկը կլինի դա, որ կասեն էսա, որ ասում էինք էսա։ Այնպես չի, որ Արցախում թավանչիներ չեն եղել։ Թավանչիները աշխարհի բոլոր տեղերում էլ լինում են, դա նորմալ բնական այդպես գործընթաց է, բայց ինչպես դասականը կասեր, տղեկ մեղնել է ձեռը, չակուշնել է ձեռը, ձեր ողջ ամբողջ տեղեկատվությունը գտնվում է ձեր մոտ, եթե պարզապես պահում են նպատակահարմարության։ Պահում են ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործեն, խոշոր հաշվով լավելանում են, որովհետև եթե ինչ որ քաղաքական բևեռներ ուժեր այդքան խելք չունեն, որ իրենց պահում են ինչ որ մի փուլում մատաղանելու եւ ակտիվանում են ժամանակ, երբ որ մատաղից 5 է լինում պակաս։ Իսկ մատաղից 5 պակաս այդպես հասկանում են, որ ամբողջ բազարը, ամբողջ խոսակցությունը հենց այդ մատաղից խուսափելն է, այլ ոչ թե օրինակ ես զզվում եմ այդ տեսակից, որոնք որ հենց հարց հասնում է իրենց, ասում են Արցախը, ասենք սա ավելի մեծ վնաս է հասցնում այս մարդիկ եւ Արցախին, եւ արցախցիներին, եւ Հայաստանի Հանրապետությանը, ավելի լավ է ձեների կտային այդպես գնան իրենց գործերի մեջ խառնվեն, քան թե երբ որ իրենց ազնական շահերը տարիներ շարունակ անում էին։ Այո։ Ցավոք սրտի դա իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի դեմ պետքա քաղաքական ինքնակազմակերպման ճանապարհով բոլոր այն մարդիկ, ովքեր որ իսկապես պատկերացնում են, որ այս process-ի մեջ են եւ դեմ են, պետքա առնվազն իրար չթիրախավորեն։ Օրինակ իմ համար անհասկանալի է եւ անընդունելի է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իրար թիրախավորելը։ Սրանից միայն շահառու է Նիկոլ Փաշինյանը։ Ես անձամբ կոնկրետ քաղաքական որոշում ունեմ եւ այդ որոշման մասին հայտարարել եմ, որ բացի իր պրոքսիներից, որոնք որ հետո գնում են ընտրություններից հետո դաշինքի մնացածներից որևէ մեկին սիրեմ, չսիրեմ, ինչ որ անընդունելի բան լինի, երբևիցե չեմ թիրախավորելու։ Առաջնային խնդիրը իրեն հեռացնելն է այս դեպքում։ Այո, այս պահին առաջնային խնդիրը իրեն հեռացնելն է, իհարկե շատ լավ կլինի, որ քաղաքական ինքնակազմակերպման այնպիսի մեխանիզմներ լինեն, որպեսզի իրեն հեռացնելուց հետո եւս մի պատոհաս չբերենք։ Բայց այն որ այս մարդը կոնկրետ այս պահին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը դեմ է գործում եւ աղերս չունի որևէ կերպ, այսինքն խնդիրը այստեղ թալան չի, խնդիրը այստեղ կոռուպցիա չի, խնդիրը այստեղ այնպիսի բաներ չի, որոնք որ բոլոր երկրներում էլ կան։ Խնդիրը այստեղ ավելի գլոբալ է, որ
որի հետևանքները կարող են տանել այնպիսի իրավիճակի, որ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ ինչ-որ մի փուլում պետականություն չունենա։ Այս իրավիճակում դասական քաղաքական ճանապարհով գնալը, որ չէ, ես շուտ անեմ վազեմ հիմնական ընդդիմադիրի դաշտը վերցնեմ, ընդդիմադիրներին քարկոծեմ, կարծում եմ ճիշտ չի եւ նպատակահարմար չի, ինչքան էլ որ քաղաքական դասագրքերում այդպես գրված լինի, որովհետեւ ինչպես Վազգեն Սարգսյանը ժամանակին ասում էր, տղեկ այդպես հող պիտի լինի, որ աթոռը դնելու տեղ ունենաք, այսինքն այդ եթե դա չլինի, մեր այդ քաղաքական պայքարը կլասիկ ինչ որ դասագրքերում գրած, դա չի աշխատելու։ Հիմա այդ խնդիրը պետք է լուծել, հետո նոր մենք մեր հարցերը կկարգավորենք։ Պարոն Աղաբեկյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Արցախի Հանրապետության ազգային ժողովի անկախ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի հետ։ Կհանդիպենք։